15 միլիոն դրամ։ Կանոց դիտում ասֆալտ են անում։ Լուրջ եք ասում, ժողովուրդ ջան։ Ուրեմն, իմ հետևում է գտնվում թիվ 109 մանկապարտեզը, որը Երևանի քաղաքապետարանի ծրագրով բակը բարեկարգում են։ Անցած տարի, տեսեք, ասֆալտը փռում են, տակը առհասարակ բիտում չկա։ Կանոց դիտում ասֆալտ են անում։ Հիմա հատուկ, ժողովուրդ ջան, հատուկ, ինադու ես այս տեսանյութը չեմ հրապարակելու եմ աշխատանքը հանձնելուց հետո, երբ որ Երևանի քաղաքապետարանը այս աշխատանքները կընդունի եւ գումարը կվճարի, որ հստակ փաստերով ես ապացուցեմ բոլորին, որ այո, Երևանի քաղաքապետարանը համակարգային կոռուպցիայով զբաղվում եւ անորակ աշխատանքներ է ընդունում, որի դիմաց, այո, Երևանի քաղաքապետարանը գումար է վճարում։ Ուրեմն, նոր ձեր տեսած տեսանյութից ավելի հստակ հանցագործությունից անցել է 4 ամիս։ Եվ հիմա ինձ ձեռքում է գտնվում փաստաթուղթը, որով Երևանի քաղաքապետարանը, այո, վճարել է կոռուպցիայով փռած առանց բիտում ասֆալտի համար եւ այլ աշխատանքների համար։ Եվ հիմա ձեզ ցույց կտամ, որ հանկարծ որևիցե մեկը չհամարձակվի, ասի Չախոյանը մանիպուլացնում է եւ խափում է։ Դա լրտի ֆեյք է։ Խնդրեմ ժողովուրդ ջան, տեսեք այս հայտարարությունը։ Կատարողական ակտ թիվ 109 մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքների։ Հեսա թերթեմ հստակ ցույց տամ։ Ասֆալտաբետոնյա աշխատանքներ, խճային հիմք, բիտումի լցում խճի վրա, մանրատիկ ասֆալտաբետոնե ծածկույթի իրականացում եւ խնդրեմ դրանց դիմաց վճարած գումարներն է 2 միլիոն 179 հազար դրամ, 1 միլիոն 140 հազար դրամ, 7 միլիոն 421 հազար դրամ, ընդհանուր արժողությամբ կազմում է 10 միլիոն 700 հազար դրամ Երևանի քաղաքապետարանը վճարել է։ Եվ հիմա ցույց տամ, որ այդ աշխատանքները ընդունված է, որ չասեն, սենցա, նենցա, խնդրեմ։ Երևանի քաղաքապետարանի կնինքը շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանը ստորագրել է եւ ընդունել է։ Սա էլ մնացած պատասխանատուների ստորագրությունը, որով փաստվում է, որ ընդունված է եւ տեղհսկողն էլ նույնպես ստորագրել է, կնինքը դրել է, ընդունել է, այդ թվում Կապալառո ընկերության տնօրենը։ Այս բարեկարգման աշխատանքների տեղհսկողը, որը հանդիսանում է Վահրամ Կնյազյան Adzեն, տենդերում զբաղեցրել է երկրորդ տեղը, առաջի տեղը չի զբաղեցրել։ Առաջի տեղը զբաղեցրել է Շին Constructs SP-ն, առաջարկելով 1 միլիոն 230 հազար դրամ եւ զբաղեցրել է առաջի տեղը։ Հեսա, խնդրեմ ժողովուրդ ջան, սա էլ ծածկագիրը բոլորդ կարող եք մտեք ինտերնետով ստուգեք, որ սա ֆեյք չի։ Առաջի տեղ զբաղեցած ընկերությունն է։ Խնդրեմ։ Սա էլ Վահրամ Կնյազյան Adzեն է, որը առաջարկել է 1 միլիոն 400 հազար դրամ։ Տենդերի օրենքով հաղթողը ճանաչվում ամենացածր գին առաջարկողը։ Տվյալ դեպքում ներկայիս տեղհսկողը առաջի տեղ չի զբաղեցրել։ Երկրորդ տեղ է զբաղեցրել, բայց մեր սուրբ հարգարժան Երևանի քաղաքապետարանը տեղհսկման աշխատանքները տվել է երկրորդ տեղ զբաղեցած մասնակիցին։ Բացի այդ, ժողովուրդ ջան, այս բակի բարեկարգման աշխատանքների տենդերը իբրև թե ճակերտավոր ասած հաղթող կազմակերպությունը, որը հանդիսանում է Կարապետյան Construction SP-ն, նույնպես առաջի տեղ չի զբաղեցրել, զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հասկանում եք։ Առաջի տեղը զբաղեցրել է այս բարեկարգման աշխատանքները շահել է Asphalt Construction SP-ն, առաջարկելով 138 միլիոն դրամ։ Խնդրեմ, հեսա, նոր վարչական շրջանի թիվ 109 մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքներ։
Asphalt Construction-ը առաջարկել է, նորից եմ կրկնում, 138 միլիոն դրամ։ Զբաղեցրել էր առաջի տեղը։ Իսկ ներկայիս շինարարը, որը այս աշխատանքները իրականացրել է Կարապետյան Construction ՍՊԸ-ն, առաջարկել է 141 միլիոն դրամ եւ տենդերում զբաղեցրել էր երկրորդ տեղը, բայց մեր հարգաժան, սուրբ, չկոռուպացված Երևանի քաղաքապետարանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տենդերը տվել են երկրորդ տեղ զբաղեցած մասնակիցին։ Բացի այդ, կարևոր բաներից մեկն էլ այն ա եղել, որ երբ որ ասֆալտապատման աշխատանքները իրականացնում էին եւ ես գրեթե ամեն օր գալիս է եւ տեսանյութով արձանագրում է թե ոնց էին առանց բիտում ասֆալտ փռում եւ արձանագրել են, որ տեղ հսկողը շինարարը, այսինքն ավելի հստակ կապալառու ընկերության տնօրենը տեղ հսկողի հետ կանգնած են եւ տեսնում են ոնց են առանց բիտում ասֆալտ փռում։ Այսինքն այն խոսույթը, որ տեղ հսկողը շին հրապարակում չի եղել, շինարարը սենց արագ ասֆալտը փռել է, դա չի աշխատում։ Տեղ հսկողը եղել է, տեսել է, տեսանյութում շատ հստակ, սաղ պարզ երևում է։ Բացի ասֆալտ փռելուց Երևանի քաղաքապետարանը վճարել է այս ճաղավանդակի տակի բետոնի համար եւ հենապատի բետոնի համար մոտ 4 միլիոն 300,000 դրամ։ Այնինչ որ պետք է լիներ B15 դասը բետոն, իսկ հենապատի տակ պետք է լիներ B20 դասի բետոն։ Այնինչ այդ բետոնը իր որակական չափորոշիչներին իրականությանը չի համապատասխանում, այլ ուղղակի ստելեցել են ցեխա ջուր։ Այսինքն ավելացնում են, որ 10 միլիոն 700,000 դրամը կլորացնում են 15 միլիոն դրամ։ Այսինքն աշխատանքները իրականացել են, որի դիմաց ստացել են 15 միլիոն դրամ, բայց աշխատանքները անորակ են կատարել։ Այդքան խոսում են առավոտից իրիկու կոռուպցիայի դեմ պայքար, ձեզ թվում է կոռուպցիան տենց պոզով պոչով մեծ կենթանի, հա։ Էս է կոռուպցիա։